երկնավոր Հայր, որ քո երկինքը բաց է մեր վրա եւ քո փառքը կթափես եւ քո փառքը կհայտնես բոլոր անոնց, որ կփնտրեն եւ կխնդրեն։ Այսօր հենց հիմա մենք կխնդրենք Հայր, որ քո փառքով ծածկես այստեղ։ Քո փառքի ջոխությունով ծածկի այստեղ մեր սրտերը, մեր հոգիները, մեր կյանքերում մեջ թող քո փառքի ջոխությունը կա Տեր։ Շնորհակալ ենք, որ քո փառքը չես ծածկեր մեզ մեջ, շնորհակալ ենք, որ քո խոսքը չես ծածկեր մեզ մեջ։ Եվ շնորհակալ եմ իմ Տեր, որ այս ժամերը դու ստեղծել ես, որ մենք արիթ ունենանք փառաբանելու քեզի, երկրպագելու քեզի եւ լսելու այն խոսքը, որ քեզ մեկ ու կա։ Դու բացի իմ եղբայրներուս, քույրերուս, ականջները, սիրտը, միտքը եւ դու պատրաստ ես իրենց իմաստված, որ ընդունին այն սերմը, այն խոսքը, որ ունի զորություն կյանքեր փոխելու։ Շնորհակալ եմ քեզ իմ Աստված։ Ամեն ինչ որ կփորձես շեղել իմ եղբայրներուս, քույրերուս քո խոսքեդ, Հիսուսի անունով թող քանթված լա։ Ամեն դիվայն հարցակում որ կփորձես շեղել քո խոսքեդ, թող բաբանցվի Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ, որ քո խոսքը լի է կյանքով եւ քո կյանքի լիությունը կուտա մերածին հարություն իմ Աստված, հալելույա։ Շնորհակալ եմ քեզ Տեր։ Եկեք մենք եւս մի անգամ երկենք եւ կտավվի Փառքն Աստծո։ Զորավոր ծափարենք մեր Տիրոջ, որովհետև ինքը արժանի է, Տեր դու արժանի ես։ Շնորհակալ եմ Տեր, որ քո զորությունը այստեղ է, օծությունը այստեղ է, որ քո հոգին այստեղ է, այսօր կյանքեր փոխելու։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Հրամեցեք նստեցեք, Աստված օրհնեցեզի շատ։ Ինչպես միշտ հրաշալի խոսք ունենք այսօր իրար հետ կիսվելու, ամեն համաձայն ես, որ ինչպես միշտ ամեն ժամանակ, որովհետև Աստծո խոսքը ամեն ժամանակ հրաշալի է, բայց ոչ միայն հրաշալի է, զորավոր է, քաղցր է, ամեն կյանքեր փոխող է։ Ամեն արթունես մեկա ձապ մդուր Աստծո։ Հալելույա։ Ամեն։ Ամեն, ամեն։ Անցնենք այսօրվա խոսքին, սիրելիներ Աստված իր խոսքի մեջ խոստացել է մեզի, որ երկնքի գաղտնիքներ դա իր ժողովրդին։ Եվ որ ես հոս էի հիմա քիչ առաջ, գաղտնիք բառին մասին մտածելու սկսան է, ընդհանրապես բոլոր մարդիկ չտադեմ մեկում, բայց շատ բարձր է թիվը, որ մարդիկ շատ հետարքրքրվին, երբ որ գաղտնիք բառը լսեն, չէ՞։ Ասինչ գաղտնիքը կուզես գիտալ եւ մարդը մեկ կդոր, սան կդեսնես ամեն ինչը փոխվեցավ եւ հետը դե հիմա ամեն ֆոկուսը ինչ գաղտնիք է ադի։ Գիտես, բայց երբ Աստծո խոսքը գսե Աստված իր գաղտնիքները կուզե դալ իր ժողովրդին, հիմա ես քեզի որ ասի, դու մեկ հատ քննել ես, դու քեզի որ կան ասանք եղար որ Չէ լուրջ, դες չեմ գիտեր իմա գեցի քեզի բռնեմ։ Չեմ գիտեր ինչ նույն մգա որ շատ հետաքրքրել է քեզի ասորերուն եւ քեզ մեծ ածկված է։ Եվ ես իմա եկա ասելու քեզի լսե ամեն գաղտնիքները կովս է։ Գրնամս էլ քեզի։ Դες վստահ եմ դու ամեն սրտով ինձ դες վասես ազարաչնեմ որ քեզի, չէ՞։ Բայց Աստված իր ժողովրդին իր գաղտնիքները տալու միշտ պատրաստ է։
անոնք որոնք կփնտրեն, գսե գանչեինց եւ ես քեզի պատասխան պիտի դամ, եւ քեզի պիտի պատմեմ բաներ, որ դու դեռ չես գիտեր, քաղտիկներ։ Ինչպիսի քաղտիկներ, երկնքի արքայության քաղտիկներ, ցանկի բանալիներ։ Հրաշալի չէ՞։ Ադոր համացայն նա իր տուն որչապ սպասումով ես։ Ամեն։ Քաղտիկներ պիտի բացայդենք իմ այր արետ։ Սկսենք այսօրվա խոսքին։ Եկեք իրար հետ գարտանք Ծննդոց 3-րդ գլուխ 5-րդ խոսքին։ Իրականության մեջ այո, այսօրվա խոսքը քաղտիկներ պիտի բացայդենք իրար հետ։ Ծննդոց 3-րդ գլուխ 5-րդ խոսքին։ Ասիգա այնտեղն է, երբ Տշնամին, որ օծի գերբարանքով եկավ եւ այն հետ խոսելու, ասի այդ դեղն է, որ Տշնամին պիտի պատասխանե։ Նայեցեք ինչ արդայդվեցավ։ Քանզի Աստված գիտե թե այն օրը, որ անգե ուդեք, աչքերնիդ պիտի բացվին եւ Աստվածներու պես պիտի լակ բարին ու չարը գիտնալով։ Ես հեչ մեկ չունեի լման պատմությունը գարտալու, որովհետեւ աս համարի մեջ դեղ մգա որ ինձ շատ հետաքրքրեց եւ այդ դեղը մի դսկսիմ այսօրվա խոսքը։ Գիտես, երբ որ Սատանան ուզեց խաբել, բաներ պետք էր իրեն խաբելու համար։ Եվ ինչը ինձ հետաքրքրեց աս նախատասությունը, որ երբ որ ուդեք Աստվածներու պես պիտի լակ։ Այսինքն ես որպես մարդ հիմա հաշվե ես եմ լսող, դու ես լսող, չէ՞, որպես մարդ եւ ան մարդեր եւ եկերը իրեն գսե որ Սատանան ուդեսնի ասի Աստվածներու պես պիտի լաս բարին չարը գիտնալու Աստծո պես այսինքն։ Եվ ես կհավատամ, որ շատ մեծ աստեցություն սկեց եւ այն վրա աս նախատասությունը, որ Աստվածներու պես պիտի լաս, եթե ասի ուդես։ Դու համաձայն ես դες որ շատ լուրջ հետաքրքիր արդահայտություն մնե։ Հիմա ես մտածեմ ասանք ինձի իսավ գարձես չէ, ուդեմն է Աստծո պես պիտի լամ։ Եվ դու գիտես որ Եվան որպես մարդ Աստված իրեն համար չէ ինքը գիտեր ով է Աստված, ինքը ինչ բարերով գրնաս բացատրել Աստված, չեմ գիտեր, ամենակարող է, ամենաիմաստունն է, ամենագիտունն է, բայց այսօր կուզեմ որ բանիմը վրա շեշտել, ամենազորավորն է, ինքը զորություն ունի այնքան որ մեկը չունի, չէ՞, համաձայն եք Աստված, այսօր կուզեմ որ շեշտել Աստված հրաշագործ է, ամեն բան կարող է Աստված, եւ հիմա եկել է մարդուն գարդայդե որ Սատանան ասելով չէ գիտես ասի ուդեսն է Աստվածներու պես կլաս բարին եւ չարը գիտնաս եւ գուզեմ ասանք բարին եւ չարը գիտնալու արդայդությունն է վզդիգի չառնես բարի չար գիտնալ այսինքն ամեն բան գիտնալ այսինքն դες բարի խորհուրդներն ու չարի խորհուրդները այսօր ծածկված են մարդոցմե ասելով իրենք անդեղյակ են բայց Աստված դեղյակ է ամեն բարություն է եւ ամեն չարություն է ոչ թե իր մեջ է չարությունը բայց դեղյակ է չարեն բայց ինձ ավելի ինչ է հետաքրքրեց ադիսեմ աստնախատասության մեջ դեր ավելին գա հետաքրքրական ինձ համար որ Սատանան արդահայտվեցավ այն որ ինքը փափակեցավ երկնքի մեջ Ինքը ինչու ինգավ երկինքեն, որովհետև փափակեցավ Աստծո նմանը լալ, Աստծուց մե բարձր նստիլ, չէ՞։ Եվ այնինչ որ ինքը փափակեցավ, այնինչ որ իր երազանքն էր, եկավ մարդուն նույնը արդայդեց։ Բայց ինչն էր հետաքրքիր, այնինչով որ ինքը ինգավ, եկավ մարդուն նույնն վես ինացնելու։ Որովհետև ինչպես ինգավ Սատանան Նախքան Սատանա ալլալ Աստծո խոսքը գսենք հրեշտակապետ էր երկնքի մեջ բայց ինգավ Աստված վրընդեց իր ներկայությունն իրեն ինչու որովհետև ինքը փափակեցավ Աստծո նմանը լալ եւ ավելի բարձր այնտեղեն որ ինքը ինգավ եկավ նույն նախատասությունով ուզեց ինացնել մարդուն սա Աստվածներու պես կլաս եւ ինքը գիտեր որ ինացներն է մարդուն Պիտի ունենար իշխանություն իր վրա։ Եվ ինչն է այսօրվա ինչու ասանք սկսա իմ խոսքը, որովհետև այսօր պիտի խոսենք բաներու մասին, որ իրականության մեջ այսօր Սատանան շագերտներու մեջ որպես Աստված շագերտներու մեջ փոքրակիր
Ես քեզ ասեմ սատանայի առաջին օրվա երազանքը ադեր որ ինքը իշխե սլտա ունենա հասկացար ինչու ինքը ուզեց Աստծուն որովհետև Աստծունն է ամբողջ իշխանությունը փառքը եւ բադիվը միակ եւ ճշմարիտ Աստծո որ երկինք եւ երկիրը ստեղծեց եւ սատանան ինքավ ադոր համար որովհետև ինքը ուզեց նմանել Աստծո ուրիշ բարերով ինքը ուզեց իշխել դիրել ինքը չփավարարվեցավ այն պատասխանատվությունն որ Աստված դվեր էր հիմա նայեցեք սիրելիներ այսօր սատանան նույնպես լալով այս երկրի վրա մինչև Քրիստոսը կա եթե մեկը դեղյակ չէ այստեղ չեմ կարծեր դեղյակ չեք բայց Քրիստոսը պիտի վերադառնա սիրելիներ մինչև Քրիստոսը կա դաբալե վերջնական չարին սատանան թեր գոյություն ունի այս երկրի վրա եւ այսօր սատանան ունի ինձ լավ լսե մարդավարություններ որոնց միջոցով գուզե որ ինչն էլ իր նպատակին հասնել իշխել մարդոց վրա գաբել մարդոց եւ կոնտրոլներ մարդոց այսինքն վերջնական նպատակը ինչ է ադոր գիտես այսինքն ինքը Աստված at մարդոց վրա at ցեղին վրա at ասքին վրա at իր փապակներ գասկրած ինքը at փապակով ինգավ at փապակով մնաց at փապակովա վիդերտա Կեհենի գրագը գսե Աստվածունչը հայտության քիրքի մեջ հավիդենական Կեհենին գրագի մեջ գսե ինքը եւ իր հետևորդները պիտի երթան ինքը ընկավատ փապակով գշարնակե որ այսօր իր փապակով պիտի երթա իր փապակով բայց լավ լուրը ադի է երբեք իր փապակի միջի հասնի որովհետեւ երեք այսօր եւ հավիդյան ամենակարող Աստվածն է միակ Աստված ամեն հալելույա հալելույա ամեն եւ ես իրականության մեջ հիմա որ ավելի շարունակենք պիտի գիտնաս որ այսօր շատ հետաքրքիր նույն մնա որ սկսա որովհետև քիչ առաջ որ ասի իրականության մեջ գաղտնիքներու մասին մի խոսենք այսօր այո գաղտնիքներու մասին մի խոսենք որովհետև պիտի բացահայտենք իրար այդ չարի մարդավարությունը որ այսօր մեր աչքերի իրական պիտի բանան եւ ես շատ կքաչելերեմ լավ լսես եւ աս քարոզը քալ գիրագի դարածես որովհետև այսօր Թրացիտ առանց գիտնալու թրացիտով է թրացիտ պետք ունի ասխոսքին ամեն մարդ պետք ունի որովհետև կդեսնես ինչու ամեն այսօրվա վերնակիրը ասանք վերնակրեմ առաջին հայացքով քիչ մը դարօրինակ է բայց սպասե այլևս ոչ մեկ հրաշք բոլոր հրաշքի հավատացող ժողովուրդը հուսահատվեցավ ոչ մեր Աստված հրաշագործ Աստված է բայց այսօրվա վերնակիրը այլևս ոչ մեկ հրաշք է դարօրինակ է այլևս ոչ մեկ հրաշք Վերջացավ Ոչ շարունակենք այսօրվա խոսքը որ դու գիտնաս ինչու է այսօրվա վերնակիրը այլևս ոչ մեկ հրաշք Իրար այդ բանան կորզարակելոց Գավադամ վերնակիրեն մեջ ավելի սկսար հետաքրքրվել ինչու այլևս ոչ մեկ հրաշք Բայց հիմա քիչ վեճ դեսնես որ աս վերնակիրը բարի կորզակից վիդլա Կորզարակելոց 8-րդ գլուխ 9-րդ խոսքենը սկսենք Ուրեմն ասի այնտեղն է սիրելիներ որ Հիսուսի աշակերտները կորզարակելոցի մեջ արդեն ինչ որ քաղաք մնային եւ գդարածեին որ ավետարանը Okay ավետարանը գդարածեին որ եւ բդղապերության մեջ էին մարդիկ դարձիկ ու կային որ բայց նայեցեք ինչ կատարվեցավ Մեծ ուրախություն եղավ այն քաղաքի մեջ Բայց Սիմոն անունով մարդ մգար ես աս Սիմոնին գուզեմ որ շեշտել այսօր որ տուն Սիմոնն Սիմոնը աս Սիմոնը Բայց Սիմոն անունով մարդ մգար որ նախաբես այն քաղաքին մեջ մոկություն գներ ու սամարացիները գապշեցներ իրեն համար ասելով թե մեծ մեկն է Խնդրեմ գետրոնաս եւ դեսնես որ Սիմոնը ինչ գներ Սիմոնը գրված է մոկություն գներ Եթե չես գիտեր ինչ է գախարտության ցևը այսինքն գսպաղեր մոկությունով Եվ ինչն է հետաքրքիր մի քանի բարեր կա որ պիտի շեշտեմ որ ասանք գետրոնաս Նայր ինչ կներ, սամարացիներուն գապշեցներ, ասմարդը, որպես գախարդ, գրված է գապշեցներ սամարացիներուն, գապշեցներ մարդոց, և նայ շարունակությունը, իրեն համար գսեին թե մեծ մեկն է։ Համաձայն ես իմ հետս, որ ինքը որ մոկություն ունող էր սատանայի ձարա էր այսինքն, քանի Աստծո կորձը չէ գախարտությունը։ Շարունակեմ։ Ամենքնալ բզդիգեն մինչև մեծ Անանք գուզեմ ուշադիր դարձնես խոսքերը այնքան դիթեյլ գա մեջ, մանրուկներ գա։ Քաղաքի մեջ երևակա է, սա բրչամուդի մեջ, բզդիգեն մեծ, աս Սիմոնին համար գսենք որ ինչ մեծ մեկն է, ասի։
Գժաշտանանք մեկը բրշամուդի մեջ։ Անանք անստավորություն ես չեմ ճաշտար, չեմ գիտեր։ Բայց աս մարդուն համար քրվեր է, որ Սամարիայի մեջ մեծեն բզդիկ գապշեին, այսինքն ասել գուզեմ գոր, որ իր աստեցությունը զորավոր էր քաղաքի մեջ։ Գապշեին իր ռազներեն, հիմա շարունակեմ, ամենքն ալ բզդիկ են մինչև մեծ, անոր ուշադրություն գնեին ու գսեին, նայեցեք ինչ գսեին, ամենակարևոր բաժինն է։ Ասիգա աստծո մեծ ըսված զորությունն է։ Մեկ վարգան, հարց կա։ Մարդ, որ սատանայի ծառա է, գսպաղի գախարտություններով, Սամարիայի մեջ բոլոր ժողովուրդը գապշեցներ, բոլոր ժողովուրդը գսեր ասինչ մեծ մեկն է, եւ գգարձեին թե ասմարդը ով է, աստծո մեծ ըսված զորությունն է։ Գրնամ գետրոնացնել կուշատություն զորության բարի վրա։ Ինչու զորություն բարը արդայդվեր է հոս, որովհետև ինքը զորություն գներ, զորություն գարցակեր, գախարտության միջոցով քերբնական բաներ գլար։ Ասեդես քերբնական։ Քերբնական այսինքն նորմալ է դուրս, լոջիկ է դուրս, դրամապանություն է դուրս, նորմալ մարդկային կարողություններ է դուրս։ Քերբնական։ Եվ աս մարդուն գարձեին թե աստծո մարդ մնե։ Հետաքրքիր է։ Սատանայի ծառան գարձվի որ Սամարիայի քաղաքին գոմեն աստծո մարդ։ Շարունակեմ։ Հետաքրքրեց քեզի այսօրվա խոսքը շատ դեղեր բերեր տանք լուրջ։ Շարունակեմ։ Ուրեմն ասիգա աստծո մեծ ըսված զորությունն է, շարունակեցինք, շատ ժամանակ է ևեր գախարտություններով զանոնք ապշեցնելուն համար իրեն ուշադրություն գնային։ Բայց երբ Փիլիպոսին հավատացին, որը հավատացին Փիլիպոսին, եկեր են աշխարհը դակնու վրա անողները, ով են աշխարհը դակնու վրա անողները, գիտեք, Աստվածաշունչի մեջ գրված է Հիսուսի աշակերտներն են, այսինքն դու պետք է ցերկդ բարձրացնեիր։ Ով են աշխարհը դակնու վրա անողները, Հիսուսի աշակերտները ցերկ տող բարձրացնեն, բոլորը ցերկ բարձրացեք։ Դժվարով բարձրացեք։ Եվ գրվել է փայծ, աս փայծեր ինչ կսիրեմ։ Փայծ Աս Սամարիայի մեջ ասկան եղած են վերջ փայծ մտավասանք։ Բայց երբ Փիլիպոսին հավատացին, որ Աստծո թագավորությանը ու Հիսուս Քրիստոսին անունը գքարոզեր, մգրդվեցան թե այրեր եւ թե գիներ։ Սիմոն ինքն ալ հավատաց ու ինչ հետաքրքիր բան եղավ, նայեցեք, Սիմոն ինքն հավատաց։ Սիմոն ինքն ալ հավատաց ու մգրդվելով միշտ Փիլիպոսի հետ էր եւ տեսնելով այն նշանները ու մեծ զորությունները, որոնք գլային, ասեդես կզարմանար։ Ամա Սիմոնը սկսավ զարմանալու հիմա։ Հետաքրքիր է։ Չէ, հետաքրքիր է։ Բոլորին զարմացնող Սիմոնը գրվել է, ինչ գրվել է, շատ աղավր է։ Մգրդվելով միշտ Փիլիպոսին հետ ես ասանք մտածեմ հիմա Սիմոնը միշտ Փիլիպոսին հետ ուր գերտագոր հետ եւ գսե տեսնելով այն հրաշքներն ու նշանները որ Փիլիպոս կնեգոր միշտ զարմանքի մեջ էր Ատմարտը որ բոլոր Սամարյան գապշեցներ գրվել է իրեն մասին գսեին ասի աստուծմե է գերեվա ասանք զորավոր է մեծ մեկն է Ատմարտը հիմա սկսավ հրաշքներ նշաններ մը տեսնել որ իր հրաշքներեն նշաններեն գախարտություններեն վեր է սելով սկսավ զարմանալ սկսավ հետևիլ հետաքրքիր է շատ հետաքրքիր է բայց ամենակարևորը եւ ցավալին ինչն է գիտեք որ ժողովուրդ Սամարիայի գգարձեին որ Աստծո ծառա է այն մարդը որ ինքը սատանայի ծառան է Հիմա ես հարցս բիդես սկսեմ եւ դու ավելի բիդ գիտնաս այսօր ինչի մասին է այսօրվա խոսքը Արդյոք այսօր նորեն մարդիկ կան որ տեսնելով ոչ Աստծո կողմեն բայց քերբնական բաներ կընդունին որպես Աստծո զորություն եւ գեհդևեն եւ իրենք սատանայի քերին են այսօր Կանանակ մարդիկ Այսինքն Իմ բարձ գարձիկով Սամարիայի ժողովուրդը, որ աչափ իրեն մասին անանք կխոսեր գոր,
Սիմոնը ամեն ժամանակ իրենց մեջ արիտ ուներ հանգիստ ընելու գախարտություններ ինչու որովհետև ընդունվեր էր սամարացիներն ինչու որովհետև սամարացիները կգարձեին որ Աստծո զորություն կորզող է ինքը ժողովուրդը ինչ կուզեր գոր եւ ընդհանրապես համաձայն ես դες որ մարդ արարածը մարդիկ կփապակին նորմալ է դուրս բաներու սանք օրինակ չեմ գիտեր շատ մարզան կնողից երկը չեմ գիտեր որքան զորություն ունի ինչ որ բանը գդրելու բայց քերբնական զորությունը գիտես որ նորմալ մարդու զորությունեն դուրս է մարդը ավելի կփապակի ադիգա այսինքն ընդհանրապես մարդիկ որ ոստեղը գրված է Գուկային Սիմոնին ես իմացեցի շատ հարազատ բաներ պիտի խոսիմ մարդիկ որ Գուկային Սիմոնին դեսնելու ինչ մեծ բաներ ուրիշ բաներով գիտեք ինչ ադի նորմալ իրենց մարդկային բաներեն վեր բաներ գուզեին դեսնել Գուկային Սիմոնին որովհետև Սիմոնը ուներ այդ զորությունը որովհետև Սիմոնը մոքեր գախարտ եթե մարդոց չհետաքրքրեր չեն կար Սիմոնին ոչ ակգիտնային Սիմոնը ինչ գրնա անել չէ մարդոց կհետաքրքրեր հրաշքներ նշաններ մարդոց կհետաքրքրեր գիտնալ բաներ իրենց ավակային նկատմամբ որ մեկ հատ նայր ես հիմա մեր օրինակները ուտամ որ Արորիա այսօր որ դուք կտեսնեք բայց Արորիային չի ասի Աստվածաշունչի մեջ ա օրինակ մեկ հատ նայր քիզերոս ցերքիս աբակայս մասին ինչ կսեք որ հետ չդվեր ես ցերքդ մեգում ես բզդիգուս դվերեմ բայց դու գիտես ասի շատ լուրջ է ինքը գախարտությունով սպաղող մարդ է հիմա նայր մարդիկ Սիմոնին ջանցան կամ Սիմոնը ջանցված եղավ այդ բաժարով որ մարդիկ եկան Սիմոնին արիտ դվին Սիմոնին որ սատանայի զորությունը դուրս ելը իրմե մարդիկ հետարքրքրվեցան զորություններով քերբնական բաներով ադորամար Սիմոնը լծված չար ոգիով ինչ կներ գախարտություններ կներ գսե հիմա գրնալալ մեգում է հետ հարց կզակիոս կամ մեզի դիդողներեն ես որ մարդոց հետ գանտվիմ Գան մարդիկ ինձ գարդա հայդեն ես կզարմանամ իրականության մեջ բայց գիտեմ ինչու է մարդիկ կան որ չեն գիտեր իրական է գախարտությունները Կամ եթե դու մարդ ես կամ մարդիկ կան գսեն բարա բաներ են անոնք Կամ դու գիտես մարդիկ ինչերով կսպաղին բայց դու սեբեր ես բարա բան Ես էսի կարևոր բանը ասեմ շատ կարևոր բանը Աստծո խոսքի հիման վրա գախարտությունները իրական են եւ երկրի վրա գախարտությունը սատանայի հսկա կորզելավորջն է ունենալով խոր արմատներ Այսինքն բոլոր անոնք որոնք գախարտություններով կսպաղին չար ոգիներու հետ կհամագործակցին եւ գախարտությունները իրական են եւ գախարտությունները այնքան արմատներ ունեն լայն որ ես չեմ գնալ նույնիսկ հիմա շարել ոստեղը շատ խորունգ է Ես չեմ եկած հիմա խոսելու գախարտություններու մասին ես եկած եմ խոսելու այն մասին որ իրական է գախարտությունները մոկությունները օրինակ կա հմայության ես մեկ հատ քարոզեմ եթե դու չես դիտած YouTube-ի մեջ կա հոգևոր քերբնական դրսևորումները վերնակիրը խոսել եմ գախարտություններու մասին եւ իրենց տեսակներու մասին թե ինչ գնեն ամեն մեկը անպայման դիտեցեք եւ հիմա մենք որ գարտացինք Աստվածաշունչի մեջ աս եղածը հեքիաթ չէր ճշմարտություն էր եւ ճշմարտություն է Ադորամար աս ամեն պատմությունն եւս մեկ անգամ գուզեմ որ ուշադրությունդ գրավեմ ժողովուրդ ուշադրությունը պիտի գրավեմ շատ կարևոր բան է աս ամենը խոսել ես վերջ այսինքն ես ասել ուզեցի այս մինչև հոս խոսելովս որ սատանան երկրի վրա նաեւ ինքը ունի զորություն եւ հոգեվոր դրսևորումներ նորմալ է դուրս Դու միշտ լսել ես որ Աստված ամենակարող է, Աստված ամեն բան կրնա, եւ ամենակարևորը ամեն հրաշ որ գլխալ Աստված է ինչ։ Ամեն ինչ որ լոջիկ է դուրս է, հրաշք է։ Վերջացավ Աստված է։ Ներողություն։ Բամը գիծավ որ մեկը չեր գիտեր միան ինքը գիծավ է, վերջացավ ուրեմն Աստված բամ ունի է դա։ Հրաշք եղավ։ Չէ՞։ Ես այսօր եկել եմ քեզ ասելու շատ կարևոր բան։ Ամեն հրաշք, զորություն եւ քերբնական բան Աստուծմե չէ։ Ուֆ, ասինչ բան մներ այսօր։ Այո։ Որովհետեւ նաեւ սատանան
ունի այս երկրի վրա իշխանություն եւ ինքը ունի զորություն իր սահմաններում մեջ, որ ինքը արցակ է։ Գնամ որ հասկացնել ես իրեներ։ Բայց հիմա դու քիչ վեճ կտեսնես, որ ադիգա քու վրա իշխանություն չունենար, եթե դու Հիսուսին կպատկանես։ Ադի ուրիշ նույն։ Բայց ես այսօր գուզեմ որ շարունակեմ ասելով, որ այսօր մարդիկ ունին քերբնական զորության փապակը ունենալու կամ դեսնելու իրենց կյանքերում մեջ։ Օրինակ ես Սիմոնի մասին մտածեմ, որ ասմարտը որ դարձել է գախարդ, ասմարտը որ դարձել է գախարդ։ Մեկ դոր չի ծնավալ գախարդ, բամի եղեր է, դարձել է։ Ինչ փապակներ եւ ցանկություններ ունեցավ, հետս ես շասանք մտածե հետս իմ խոսածս։ Սիմոնը ինչ փապակներ ունեցավ իր կյանքի մեջ, որ հասել է հոն, հիմա մոք է, գախարդ է եւ իր միջոցով սատանային գծարայ որ իր միջոցով զորություններ հրաշներ գլագոր։ Հիմա մյուս կողմ այդ մարդիկ ինչ փապակեցան, ինչ մտածեցին, եկան մեգումը, որ ինքը գախարդ է գրնա բաներն էլ նորմալ է դուրս եւ եկան իր քովը։ Երկու կողմին մասին մտածես թե ուրեմն երկու կողմն ալ ամենակակատնագետը բանը որ իրենք գուզեին որ ինչ է գիտեք հրաշք, նշան, զորություն, նորմալ է դուրս բամը։ Չգիտածս ասես, չտեսածս անես։ Սիմոնը ինգեր այդ թագարտին մեջ որ իր միջոցով ինչեր գլագոր, այդ մարդիկ ինգերն այդ թագարտին մեջ որ աս մարդու միջոցով ինչեր գլագոր։ Մեր կյանքի մեջ։ Բայց աս ամենը գլագոր սատանայի միջոցով մարդիկ կգարձեն որ ասիգա աստուծմե։ Սիրելի Աստծո ժողովուրդ, նայելով ալ կամերային ասանք պիտեմ, որ այսօր երկրի վրա շատ զորություններ, շատ հրաշքներ գլանգոր, որ Աստծո խոսքի համացայն չէ, բայց մարդիկ գերգրբակեն որ որպես Աստված այդ ամեն հրաշքներու պատճառով։ Որովհետև ինչ տպավորվեր են մարդիկ, հրաշք է, ուրեմն Աստված է, զորություն է, ուրեմն Աստված է, բժշկություն եղավ, վերջացավ, ուրեմն Աստված է։ Հիմա դու ինձ դարձնես ինչու բժշկություն Աստծո մեզად ուրիշն է կրնանել, սատանան գնե բժշկություն։ Ինչ։ Խորը մտնենք նյութին։ Եթե երտաս թիմես բաներու ճագերտներու մեջ բաներ որսի թիվային ուժերու ոչ Աստծո ցևերով երտաս թիմես բաներու որ քու կյանքին համար բժշկությունը ստանաս, գիտես ինչ կնես սատանան։ Գսես շատ սիրով, ինձ գերգրբակես, ես քեզի գուտամ ադիգա։ Հիմա ծեր մեջ շատ հարցեր կրնաձակիլ, ուրդեն գիտնանք Աստված եկամ, ոչ շատ թյուրին է քեզիսի քնած բաներ ըրավ, որ Աստծո խոսքին հագարակ է։ Հիմա իմ խոսքս ավելի պետք է հաստատեմ Աստծո խոսքի համաձայն, որ սատանան նույնպես գախարտություններով իր ցևերով երկրի վրա ունի հրաշքներ, նշաններ, զորություններ։ Եկեք երտանք Ելից գիրք։ Գավադամ տուն արթուն ես եւ շատ բաներ կստանաս կոր։ Այո, սի չէ այսօր ասանք բաներ պիտի կագենք իրար հետ։ Ելից։ Նայեցեք դերը գխոսի Ահարոնին, Մովսեսին հետ գսեկացեք փարավոնին կով բան մարեք։ Հիմա ագանշները շատ լայն բաց նայր ինչ եղավ։ Դերը խոսեցավ Մովսեսին ու Ահարոնին ասելով. Երբ փարավոն ցեզի խոսի ուսե, ցեզի համար հրաշք ցուցեք, այն ադեն Ահարոնին ասե, քավազանդ ար ու փարավոնին արչևն է դե։ Նայր մինչև Աստված գիտե որ մարդը հրաշք բամը միտուզե։ Աս Մովսես եւ Ահարոնը եկերն փարավոնին գսեն որ մեր ժողովրդի միտցկես։ Աստվածա գիտե որ աս փարավոնը բիդսե ինչ հրաշք ցույց կուտաս։ Իսրայել ժողովուրդը Հիսուսին չսավ, ինչ նշան ցույց կուտաս որ տունես։ Մարդը միշտ նշան հրաշք։ Հիմա նայ։ Այսօր շատ բաներ պիտի փոխվի։ Եվ Աստվածը ցավ Ահարոնին քավազանդ նեդե վադիգա վիշապ պիտի դառնա։ Okay, շարունակենք։ Մովսես ու Ահարոն կացին փարավոնին ու դիրոջը բադվիրածին բես ըրին։ Ինչրին Ահարոն իր քավազանը նեդեց փարավոնին արչև ու անոր ծարաներուն արչև եւ վիշապ եղավ։ Ինչպես որ Աստված ըսավ կացին նեդեցին քավազանը վիշապ եղավ։ Ասի ով ըրավ Աստված հստակ չէ։ Շարունակենք։
Հիմա նայեցեք փարավոնը ինչով։ Եվ փարավոն իր իմաստուններուն ու գխարտներուն կանչեց։ Եգիպտոսի մոքերը Սիմոնը ինչ էր։ Մոքեր, որը կանչեց Եգիպտոսի մոքերուն։ Հիմա նայեցեք, Եգիպտոսի մոքերը անոնքալ իրենց գախարտություններով նույնպես ըրին։ Ինչպես ըրին։ Նույնպես։ Ինչպես Աստծո մարդը նույնպես գախարտները ըրին։ Ամեն մեկը իր կավազանը նետեց ու անոնք վիշապներ եղան։ Ահա, սպայցերը։ Բայց Ահարոնին կավազանը անոնց կավազանները գլեց։ Եվ սկացիքն է Ահարոն մեկ կավազան ուներ, մույսները գսե ամեն մեկը իր կավազանը նետեց։ Նույն հրաշքը տեղի ունեցավ ժողովուրդ։ Ամենագարող Աստված հրամայեց իր զարային փամը, անաստված մարդը, որ հեթանոս էր, հրամայեց իր գախարտներուն, նույնը գախարտները ըրին, կավազանը վիշապ դարձավ։ Ուրեմն ինչ երկրի վրա սատանան իր դեսագով ինչ ունի, նաև զորություն հրաշքներ ունելու։ Վստահ եղիր գլուխդ խառնված բիջեր դասած, տեղեն պիտի գիտնաս ինչ աստուծում է չէ։ Բայց հետաքրքիր է, բայց ամենալավը վերջապանն էր, գրված է Ահարոնին կավազանը, ուրիշ բարերով գիտես ինչ եղավ, դարբերվեցավ իրենց կավազաններն։ Լեցուն կավազան գա, մեկ կավազանը գսե ամենուն գլեց։ Ահարոնին կավազանը դարբերվեցավ, որպես Աստծո զարա, գախարտներու կավազանն։ Հրաշքներն ու նշանները գախարտներուն գլվեցան ուրիշ բարերով։ Դուք տեսաք ինչպես Աստծո խոսքը կփաստի ճշմարտությունը։ Շատ լուրջ է։ Եվ հիմա եկեք նայենք Հիսուս Քրիստոսը վերջին օրերու մասին խոսած ադենը ինչ կանտրատարցնե իր ժողովրդին, ինձ եւ քեզի։ Գխնդրեմ եղբայրս կանովակ է։ Մարգոս ավետարան 10-րդ գլուխ 21-րդ խոսքը։ Այն ադեն վերջին օրերու մասին կխոսի երկար եւ հիմա կշարունակե, նայեցեք։ Այն ադեն եթե մեկը ցեզի իսե ահա հոս է Քրիստոսը կամ ահա հոն է մի հավատակ։ Վասնզի սուտ Քրիստոսներ եւ սուտ մարգարեներ պիտի ելեն հաջիս հետս գարտա ինչ պիտի ենեն ու նշաններ եւ հրաշքներ պիտի ցցնեն որբեսի եթե կարելի լա ընտրյալներն ալ մոլորեցնեն ընտրյալները ով են գիտեք Աստծո ժողովուրդը իսկ դուք Հիսուսն այր ինչ կնե իսկ դուք սկուշ կեցեք ահա առաջվն է էսի ցեզի ամենը չէ ինձ շատ գեդակրեգոր աս խոսքը լուրջ գսե վերջին ժամանակներուն սուտ Քրիստոսներ բիդելեն սուտ մարգարեներ եւ գսե իրենց ցերկով շատ հրաշքներ եւ նշաններ բիդել այսօրվա իմ գետրոնացումս ասպարերն են շատ հրաշքներ եւ նշաններ ադորամարալ վերնակրերեմ այլևս ոչ մեկ հրաշք իրենց միջոցով շատ հրաշքներ նշաններ բիդելլա եւ հիմա խոսքս կրնամ լայն ցնել այսօր սիրեներ ամեն հրաշք եւ նշան քերպնական ովևէ մեկ դրսևորում որ Աստծո խոսքի համաձայն չէ չի գրնար Աստվածային լալ ովևէ մեկ բժշկություն մարմնի չի գրնար լալ Քրիստոսի վերքերեն զատ ոչ մեկ բան չի գրնար բժշկել կու մարմինը հիմա գրնամ ավելի խորունկ տալ ովևէ մեկ սուրբ անունը ինչ է չեմ գիտեր հարքան կսիրեն չի գրնար բժշկել կու մարմինը սուրբ չեմ խոսիր գոր այս երկրի վրա ապրողներում որովհետև Աստծո խոսքը իր եկեղեցին ժողովրդին սուրբ կանվան է բոլոր անոնք որոնք Քրիստոսի արյունով մաքրված եւ Գաբրին իր խոսքով սուրբեր գսե Աստծո խոսքը ժողովուրդը քիչմը արերը ուզածին չափ փոխեր է հիմա հստակացնեմ
Ովևէ մեկ սուրբ, քանի շատ դարածված է, ասի պետք է շեշտեմ, որ այլևս կացեր է երկինք, վերջ, մարդը սուրբ կյանքով ապրել է կացեր է, արդեն հոս լեցուն զարայեր է, ովևէ մեկը հասանելի չէ քալու բժշկելու քու մարմինդ, ոչ մեկ սուրբ իշխանություն եւ արտոնություն չունի, ովևէ մեկ հրաշքներ կործելու երկրի վրա։ Հիսուս Քրիստոսի վերքերն են, որ կբժշկե իմ մարմինը եւ վերջ։ Ամեն։ Հա ինչ դարբերություն երկրի վրա, ինչ դարբերություն երկրի վրա։ Գրնաս խնդրեմ կաս։ Այո։ Երկրի վրա, որ հիմա հոս ենք այսինքն, իմ քույրիկս, երկրի վրա, որպես Աստծո ծառայողներ, աշակերտներ, Քրիստոսը դվավ մեզի իր հոգին եւ իր հոգու միջոցով դվավ մեզի բարգևներ, դվավ մեզի իշխանություն եւ ասավ կացեք հիվանդներու վրա ցերկ ծրեք, իմ քույրիկս հիվանդ չէ, բայց օրինակ պիտամ, հիվանդներու վրա ցերկ ծրեք եւ անոնք պիտի բժշկվին։ Ինչպես պիտի բժշկվին, Սերժը չէ բժշկողը, այն հոգին, որ կբնակվի դիրոջ ծառայի մեջ, դիրոջ բարգևով կբժշկե։ Ամբողջ Աստվածաշունչը կտեսնես երկրի վրա, երբ ողջ էին աշակերտները դիրոջ հոգով լցված, գծարային դիրոջը եւ գլար հրաշքներ նշաններ։ Մերսի շատ։ Գսե Փիլիպոսը, գրնաս եդս գետրոնար, գսե Փիլիպոսը Սամարիա մտավ, ոչ թե երկինք երթալեն վերջ եկավ, ողջ երթեր երկրի վրա, գսե Սամարիա մտավ եւ իր միջոցով շատ հրաշքներ եւ նշաններ կգործեին։ Որովհետև Փիլիպոսը լեցված էր Աստծո հոգիով եւ գծարայր գոր Տիրոջը։ Գսե չէ, ոչ մեր ուժով, ոչ մեր կարողությունով, բայց Տիրոջ հոգիով։ Բայց ոչ մեկ վարտաբեդական հիմքը չի գա Աստվածաշունչի մեջ, որ այլևս հասանելի են սուրբերը, որբեսի գարենան ինչ որ մեկուն ուղել, առաջնորդել, ասինել, ադինել։ Հիմա ինձ հարց կա ոստեղը, ես գիտեմ դուք ժողովուրդ եք, որ ծանոթ եք ասոնց, բայց ասկարոզը քանի որ շատերը պիտի տեսնեն, հիմա հարց կձակի ոս ժողովուրդ, իսկ at անձը, որ հայտնվեցավ որպես սուրբ եւ բժշկեց, իսկ որ մեր, ես քեզի ադանք կպատասխանեմ սիրելիս, ես մեկ բան գիտեմ, Քրիստոսի վերքերն են, որ միան կբժշկեն, Քրիստոսն է, որ միան կբժշկե, եւ Քրիստոսի ծառաները այս երկրի վրա եթե կան ու ցերկը վրա տնեն աղոթեն բժշկվիս կհավատամ ատկե դուրս ոչ մեկ բան չեմ սեբեր աստուծմե վերջ ասի մեկ օրինակ ուրիշ օրինակներ մարդիկ կան ես նոր բան լսեցի բիդերտամսավ գաբարտապեցնեմ նա խնդակոր բայց շատ լուրջ բան է Ինչու անհաջողություններուց պատճառով շատ անհաջողություններ ունեմ Աստծո աղոթ է բաբամ գաղոթեն կորբամը չի փոխվի գոր հետս ես իրավիճակը գուզե գոր փոխել իր նորմալ ուժերով չի գրնար գոր հասկացեք հետս մնացեք իր նորմալ ուժերով չի գրնար գոր փոխել փամը գուզե գոր իր ուժերեն վեր լսե ինձի Սատանան աբուշ չէ, գներեք ասպարին Ինքնա կտեսնեք որ ամեն ժողովուրդները որ կպնդրեն որ հաջողություն, կպնդրեն որ շատ բաներ իրենց լավին համար մույսը բայց որովհետև ադոնք չեն տար որ Աստծո ճանապարհով գսե ես կուդամ Ես էզի այնքան համարձակ կխոսեմ որ որովհետև մեր ծառայությունը այլևս որ մարդոց հետ կզարայենք որ նաև ադի վկայություն է նոր Մեկում համար գաղոթեի գոր գազադակրվեր գոր Եվ իր մեջ չար ոգին գխոսեր գոր էդս Ասի ինչպես եկար Ասավ ընգեր չուներ Ընդանիքեն մեր ժվեր էր սեր գպնդրեր գոր Ես ալ եկա ասավ ընգերներ դվի Սեր դվի, պարկ դվի, իշխանություն դվի Եվ հիմա ինքը ինձի է ասավ Բայց ասավ ինքը լուր չունի Ես աս ամեն իրեն դվի, բայց ամենակարևոր բանը մի դառնեմ իր մե
Ինձ է դա գրեց առաջին բանով բանջրի։ Ըստ ինչ է ամենակարևոր բանը։ Սանք ցայնը ծածավ, սավ իր հոգին, սանք հնդալով իր հոգին։ At ամենը դվավ նայր մարդը կպնդրեր գոր։ Ճշմարիտ Աստծո չիթիմեց, ադորամար սիրելի ժողովուրդ։ Կաղաչեմ։ Որ Աստծո ջամփան գուզեք կոր պնդրել, Աստծո խոսքով հաստատվեցեք, չէ ինչն է շիդագը եւ սխալը։ Ամեն թուրբացող սող ասի ռե վդանկավոր է գրագին այդ խաղմի խաղակ։ Արալը աստուղտը կրբանը տիրն է հաջողություն ինչպես կգտնես, վայ ինչ, վայ սատանան ինքը ցած մագարտագի է անորենը, մարդոցալ ցած մագարտագի գուզեգորի չեցնել, երկինքը երկիրը ստեղծող աստված ունիմ, ատուղտը ինձ հաջողություն միտա։ Ամենակարող աստված ունիմ, որ գսե երկինքը երկիրը դիեզերքը իր խոսքով գեցեր է։ Իմ աստված իմ հայրը եղեր է Քրիստոսի միջոցով։ Մեկը գաբարտապե ինչ։ Բայց չեմ մեղացրել որ գներեք մեկ վարյան։ Չեն գիտեր։ Չեն գիտեր։ Քրիստոսն է գաղաչեմ ասլամ դիգը Քրիստոսն է եկեղեցին գլուխը ժողովուրդ Քրիստոսեն զատ մեկը արուն չտապեց մարդկության համար Քրիստոսեն զատ մեկը չվճարեց մեղքերուտ անեցքներուտ հիվանդություններուտ սատանայի ամեն ծրագիրները կանտվինսելով Քրիստոսեն զատ մեկը չվճարեց ատքինը ոչ մեկ անուն երկնքի եւ երկրի վրա Քրիստոսեն զատ Հիսուս Քրիստոս Նազովրեցին է խոսքը իր մեզ ատ մեկը չվճարեց քինը որբեսի տուն ազատը լաս ատք է ուրեմն իր մեզ զադալ մեկը չգրնար քեզ ազատել ամեն ինչ եմ միայն ամեն հալելույա միայն Հիսուս Քրիստոսն է որ իր արյունով բացավ երկնքի բադոանները միայն Հիսուսի անունն է որ ունի իշխանություն խավարը ծրելու իրեն գաղոթեմ որ գսեմ որ Հիսուսի անունով լսե դուրս ել գսե որ միսերատ անունը տևը միսերատ անունը գճարժարես կորինձի Հիսուս անունն է որ ունի իշխանությունը ոչ մեկ ուրիշ անուն ոչ մեկ ուրիշ միջոց Հիսուսը գսե ես եմ ճանապարհը Ճշմարտությունը եւ կյանքը ես եմ ճանապարհը օրհնության, բժշկության, ես եմ ճանապարհը կյանքի, ես եմ կյանքը հարությունը եւ սատանայի նպատակն է, ահավասիկ ասի գսեմ որ դարիներ վեճ բոլորս պիտի շենք, արդեն իմա եղլագոր։ Սատանայի նպատակն է Աստծո ժողովրդին հարվածել ինչպես գիտեք, Քրիստոսին հանել իր դեղեն եկեղեցին մեջ են, որտեղ Քրիստոսը առաջին դեղն է եկեղեցի մեջ, Քրիստոսին գուզեք որ հանել եւ հավասարացնել ուրիշներուն։ Այսօր մարդիկ ասին սուրբին ավելի գերգրբակ են քան Քրիստոսին։ Ո՞վ է։ Քաղաքացիս եկեղեցիներուն ուղված նամակը գարտացեք։ Բացված այնս գնաց։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Գարտացեք քաղաքացիս գսե ով անմիտ քաղաքացիներ աստվածաշունչը Պողոս կգրե քաղաքացիներուն ով ցեզի հմայեց գսե ով ցեզի գախարտեց որ Քրիստոսը խաչված դեսակ եցեք գարտամ բաց էդես քաղաքացիս այո հալելույա բաց էդես քաղաքացիս Երորդ գլուխ Հույսով եմ շատ բաներ կվերցնես կոր որ ուրիշներուն օգնես մարդիկ կարիք ունեն ասամ մեն խոսածներուս Քաղաքացիս երորդ գլուխ Պողոսը նայեցեք ինչ կսե Ով անմիտ քաղաքացիներ Ով ցեզ հրաբուրեց գրվեր է հոս շիդակ թարգմանության մեջ ով ցեզ հմայեց ուրիշ բարերով հմայությունը գախարտություն է նայր ով ցեզ գախարտեց որոնց աչքերուն արջև Հիսուս Քրիստոսը ծեր մեջ խաչը ելած ներկայացվեցավ ծեր արջև գսե խաչը ելած Քրիստոսը ներկայացվեցավ
Ասիկա միայն գուզեմ ցեզի հարցնել։ Օրենքին կորձերովը դուք հոգին արիք, թե հավատքին լսելովը։ Այդ չափ անմիտ հոգիով սկսակ ու հիմա մարմնով կվերջացնեք։ Գիտես ինչ եղել է այս եկեղեցին, գիտես ինչ վիճակի մեջ է։ Դու վերջին նախատասությունը որ գարտացի, գիտես որ չափ լուրջ է։ Գսեք որ հոգիով սկսակ, հոգիով սկսիլը ինչ է, գիտես։ Հոգի բդուղները ինչ է։ Սեր, խնդություն, խաղաղություն, ուրախություն, սրբություն, ասպոլորը։ Հոգիով սկսակ գսեք որ հիմա մարմնով կվերջացնեք որ իսկ մարմնի բդուղները ինչ է։ Շնություն, բորնգություն, գախարտություն, քողություն, բղծություն։ Ինչ եղավ ցեզի, ով քաղաքացիներ, հավատացյալներուն գսեք որ եղավ ինչ որ եղավ։ Գսեք որ ով ցեզի գախարտեց, խապեց, որ ինչ եղավ։ Քրիստոսը ձեր մեջ խաչ ելավ տեսակ։ Եվ հավատալով Քրիստոսին, որը հավատալով զեդս Քրիստոսին։ Հավատալով Քրիստոսին հոգին արիք։ Հիմա գսե ինչպես ետ դարձերեք ձեր օրենքներուն։ Ինչ եղավ, գիտեք իրենց հետ։ Խաչյալ Քրիստոսեն իրենց հայացքը շեղեցին։ Այսօր սատանային նպատակն է որ աշխարհի մեջ Քրիստոսեն շեղեն հայացքը մարդիկ։ Ինչպես։ Բայց մարդ որ գուզե Աստծո հետևիլ, գիտես որ դժվար է իրեն դանից սև դեղեր մտցնես, չէ ինքը քեզի ուրիշ բաներ գուտա, գսե աս սուրբը, վաու, գսե աս վիզնոցը, աս թուղթը, ար, Քրիստոսը հարություն արած ողջ Քրիստոսեն, միան, սատանան գարձես ես խոսիմ իր դեղ, չէ, միայն ողջ Քրիստոսեն հայացքդ դարձուր, ադի բիտ բրգե, ասի հոգին ինչպես բիտ դանենք, չէ, Քրիստոսն է միակ բրգիչը, հալելույա, հալելույա, և հիմա հարց ձակեցավ բոլորիս հետ հիմա, ինչպես գիտեմ Աստուծո վեր կամ ոչ հիմա, կանի ես կխոսիմ որ լուրջ բաներու մասին, հրաշքներու, նշաններու մասին, ինչպես գիտեմ Աստուծո վեր թե ոչ, ինչ կսե Աստվածաշունչը այսօր համար, հիմա ես այսօր ասանք վերնակրերեմ խոսքը, այլևս ոչ մեկ հրաշք, բայց այսօր ես չեմ եկա ցեզի ասելու այլևս հրաշք մի չլա, մեր Աստված հրաշքներով Աստված է, իր էությունը չի փոխվիր, բայց նույնպես եկած էզի Աստծո խոսքով ապացուցելու, որ հրաշքներ նշաններ կկատարվին նաև միան ոչ Աստուծո։ Հիմա ինչպես գիտեմ, ինչպես զանազանեմ, եթե ասկան լուրջ է հարցը, չէ՞։ Ասե հետս բարձ է։ Բարձ ծևով կբացատրեմ ցեզի։ Եկեք իրար հետ բանանք Մատթեոս ավետարան։ Մատթեոս ավետարան պատասխանը նայեցեք։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 15-րդ խոսք։ Սկսեմ գարտալու 7-րդ գլուխ 15-րդ խոսքեն։ Զգուշ կեցեք սուտ մարգարեներն, որոնք ցեզի կուքան ոչխարի հանդերձներով։ Ես քեզ ինչ բացատրեցի քիչ առաջ կհիշես։ Բայց ներսեն հապշտակող քայլերն, ասի սատանայի բնույթն է, ես քեզ ասեմ։ Վստահ եղիր, քեզի ասանք սև հակուստով գոդոշներով քան է դու միջից ես բարի եկար հրամես իրար հետ սե նորմալ չի ադի բայց կսե սուտ մարգարեներ նայր զգուշացեք կսե սուտ մարգարեներ որոնք ցեզի ոչխարի հանդերձներով գերձ հակուստներով ուրիշ բարերով պիտի կան բայց իրենք ներսեն հապշտակող քայլերն հիմա Հիսուսը գուտա փանալին ժողովուրդ ես ես բամ ասեմ օրեն ասի գարձես բացվեր է ասանք ներսս եւ ասը սկզբունքը ցկեց որ մինչեւ այսօր մինչեւ հավիդյանա ես կալեմ իմ դիրոջս ճամփու մեջ գիտնամ զանազանել շիլակը սխալեն գարտամ շարունակե հիմա սուտ մարգարեին քայլին ինչպես մի ջանշտամ դուրսեն փոխեր է մոդելը բանը օրինակ գսե իրենց բդուղեն մի ջանշնակ ցանունք ասե դες ամեն զար բդուղ ունի նախքան զարելա սերմ է չէ սերմը գինա հողի մեջ գելլե զար այդ զարը բդուղ պիտի դա Աստվածաշունչը գսե միտե փուշերեն խաղող կքաղեն կամ դադասկեն թուզ
այնպես ամեն բարի ձար բարի բդուղ կուտա եւ ամեն չար ձար չար բդուղ կուտա։ Վերջացավ։ Աստվածաշունչը գսե բդուղեն գճանշնաս։ Որքանալ ինչ գեղձ ըլլա բդուղեն գճանշնաս։ Թուն որպես մարդ քու կյանքիդ մեջ քու բդուղներդ գիտես ինչի արդյունքով են, չէ՞, ինչ ցանեցիր, ինչ հնցեցիր, դու գճանշնաս։ Ու վաու ուրդեն եկավ չես սրած, գիտես ինչ էր եղավ։ Հիսուս Քրիստոսը գսե բդուղները։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մարդը ուզե, եթե պիտի ապրի, պիտի ունենա իր կյանքի մեջ բդուղ։ Եվ այդ բդուղը ինչպես կրնամ բացատրել։ Լսեցեք, իր ապրելակերպը, իր վարքը, իր մտածումները, իր որոշումները, իր կյանքը, իր ժամանակը ինչպես անցնելը իր բդուղն է։ Ինչով լեցված ես, ադորմով պիտի տապիս։ Ինչով լեցված ես, ադորմով դուրս պիտի գաս։ Ադոր համար գրնալ ալիս կամսեմ ես կպժիշկեմ եղբայր։ Ով է որ կպժիշկե, իր կյանքի բդուղ ունի։ Աստուծմե է, բդուղ են գիտնաս։ Բայց դժբախտաբար նորեն հարցը գերտա ու կագոր դեղմա։ Դժբախտաբար։ Իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով գործանվեցավ։ Ով սիաչորսվեց։ Գիտություն չունենալու պատճառով գործանվեցավ իմ ժողովուրդս։ Գիտություն չունենալու պատճառով սամարացիները քացին Սիմոնինկով։ Եվ բերին իրենց վրա գործանում, որտեղ Աստվածաշունչը գսե ոչ մեկ անեցք չի գա, որ մինագը գլա պատահական։ Ամեն ինչ իր պատճառը ունի։ Եվ Աստված գսե, գսկամ հոս արդահայտված ադենա Աստված նեղված, գսե իմ ժողովուրդս գիտություն չունենալու պատճառով գործանվեցավ։ Այսօր սիրելի Աստծո ժողովուրդ եւ բոլոր ժողովուրդ գիտություն չունենալու պատճառով մենք կգործանվենք։ Ինչպես կբացատրեմ գործանումը։ Գիտես, սատանային թագարտին մեջ գինանք, սատանային քերին գլանք, ասի մեր գործանումն է։ Չարին քերին գլանք, ասի մեր գործանումն է։ Ինչու մեր դուները լեցվեր են մեղքերով, ինչու մեր երդասարտները բռնվել են, ինչ ասես ինչերով, որ մեկը բիցեմ արդեն դժվար է։ Ինչու դուները լեցվեր են հիվանդություններով, անեցներով, ինչու։ Պատճառ կա։ Որովհետև Աստվածաշունչը գսե գիտություն չունենալու պատճառով գուքա գործանումը։ Հայմա ուրիշ բան մնա։ Շատ ադերներ գիտությունը գուքա չեն ընդունի, ադի ուրիշ նույթ է։ Ադիա ուրիշ։ Հիմա տունոս նստեր ես, ընդունող բաժինն ես։ Գլսես որ շատ բաներ կա, գսես վաու չէի գիտեր կփոխես, որոշում գառնես, գլուծվի արծը։ Շատ երգա գլսեն գիտությունը։ Հիմա ես էսի բան պատմեմ։ Մեկա թրացի մգար Որ մի իր դունը մտա Եվ ինքը գիտսա որ ես հովիվ եղեր եմ և այլն Բայց ինքը Սան գրոնավոր մարդ էր և Մեկա ծուրպ մգա Որ իրեն համար հոն գարմիր կիզ է ամեն ինչ Եվ ես նստա հետը գխոսիմ գոր Օրինակ պերելու համար գբատմում որ ասի Գխոսիմ գոր և ինքը հետս նույթի մտավ Հատ ու նսավ Ավետարանական եկեղեցու հովիվ ես չէ, բան, դուք չեք ավադար, չէ, սավ սուրպերուն։ Ասի, անգեղձ լալու համար ասի, մենք կհարկենք սուրպերուն։ Բայց չենք հավադար, մենք կհավադանք Աստծո։ Չեր գարեմ, սկսինք արինք դանք, բան, վերջարչան իրեն ասի, այսինքն ամոսի իմ գարձիկը չէ, որ ես գուտամ որ քեզի, Աստվածաշունչը ասանք կսե, դու գիտես ինձ ինչ պատասխանեց։ Ասավ ինձի կարևոր չի Աստվածաշունչը ինչ կսե։ Ասավ կարևորը ես ասի գիտեմ Ես իմ ագանչներով լսած բանը գսեմ որ հետս եղավ Ինձ իսավ կարևոր չի Աստվածաշունչը ինչ կսե Դեր ավելի ցավալի օրերու մեջ են ուրեմն այսօր Շատ մքիրքեր այսօր ավելի գերադաս եղան Աստծո խոսքեն Բայց ես իպամ ասեմ սիրելիներ
երեք այսօր եւ հավիդյան միայն Աստծո խոսքն է, որ կներկայացնե Աստծո ոչ ավելի, ոչ պակաս։ Ամեն։ Այսօր կան Աստծո հոգիով լեցված հոգևոր ծառաներ, նույնիսկ մենք հոսունենք իրենց քիրքերը Ջոն Բևիրին պես մարդ չէ։ Ինքը Աստծո խոսքի համաձայն հadouk նյութերու շուրջ քիրքեր կգրե, կգարտան կսորվինք, բայց ոչ մեկ քիրք չի կերատասեր Աստծո քիրքը, երկնային խոսքը, որ ինչ կսե Աստվածաշունչը կսորվեցնե, գարաշնորհտե, կհանդիմանե Աստծո մարդուն արդարության մեջ կպատրաստե եւ կդարձնե իրեն գադարյալ։ Իր մեն ամեն կյանքի աղբյուրները ուրիշ տեղ կսե չարապարիեն զանազանեցեք, ինչպես կրնաս չարապարիեն զանազանել, Աստծո խոսքն է, որ քեզի կսորվեցնե ինչպես չարապարիեն զանազանել։ Ադորամար Աստվածաշունչը կսե սիրելիներ, իր բդուղեն կճաշնակ, բայց եթե Աստված կսե գիտություն չունիք, բդուղին ինչպես պիտի ճաշնակ որ։ Եթե դու չես գիտեր Աստծո խոսքի համաձայն, աս բդուղը պետք է լա։ Դեսնեսնի բդուղը տերևս մտածես որ չէ, ասի է շիդագը։ Մույսը թորշմած ասանգ է, բայց դու քանի չես գիտեր ադի է շիդագը, ադի կընդունես։ Չես գիտեր քանի։ Օրինակ չէ եղած։ Նստերը մեկում հետ խոսիմ գոր։ Ինձ իսերը ասասաս գախարտությունները ըրերեմ ես կացերեմ։ Ասերեմ, բայց օրինակ կսեմ որ ես, որ հասերեմ ատ գեդին, որ ինքը ինձ իսերը ինչու ինչ կա որ այսինքն։ Լսեցեք ժողովուրդ։ Մարդիկ, ընտանիքներ, ասկը, մեր ասկիր մասին չէ խոսքը, ասկերը, գիտություն չունենալով պատճառով կգործանվին նոր այսօր։ Գիտությունը սելով Աստծո խոսքը, Աստվածաշունչը։ Եվ Աստված կսե ծառը իր բդուղեն կջանցվի։ Ես այսօր չեմ եկած, դուք ադի լավ գիտեք, չեմ եկած խոսելու աստեման որևէ մեկուն հագարագելու համար, որևէ մեկ մարդկային ամփոխիմը, որ իրենք ինչ-որ բանի կհավատան։ Ես եկել եմ այսօր հրճակելու Աստծո խոսքը, որ ճշմարտությունն է։ Եվ երանի բոլորը լսեն, ազատագրվին իրենց սխալներեն եւ բժշկվին։ Լուրջ կսեմ ժողովուրդ։ Ամեն։ Բայց դու ուզես որ շարունակենք։ Դերբիտ բարձրանաս նյութը գեցիր իմանա ինչ կլա։ Կորձ արաքելոց 8-րդ գլուխ բացետս։ Իրար հետ կարտանք։ Կորձ արաքելոց խոսքը, որ պիտի կարտանք, պիտի շարունակվի որու հետ, մեր ընկեր Սիմոնին հետ։ Սիմոնը շարունակություն ունի պատմության մեջ։ Ամեն տեղ կպետք դեր Փիլիպոսին հետ հրաշքներ նշաններ ուր որ գլար եւ կզարմանար, բայց նայեցեք շարունակությունը։ Հետսեք բոլորդ գետրոնացածեք։ 8-րդ գլուխ 17-րդ խոսքեն։ Այն ադեն ցերկերնին ծրին անոնց վրա, հիմա աշակերտները ժողովրդին վրա գաղոթեն որ Աստծո Սուրբ Հոգին գուքագոր ժողովրդին մեջ, հալելույա։ Եվ ցերկերնին ծրին անոնց վրա, որ Սուրբ Հոգին առնեն։ Հիմա նայեցեք։ Երբ տեսավ Սիմոն թե արաքյալներուն անոնց վրա ցերկ տնելով Սուրբ Հոգին կդրվի, անոնց ըստակ տվավ ու ուսավ։ Ինչ տվավ? Դրամ։ Ասմեր Սիմոնը, որ քեզի քիչ առաջսի ինչու արդյոք կախարդ եղել է եւ այլն, քիչ մոհոս բացահայտենք ինքը ինչու ոնդեղները հասել է։ Քանի փապակներ ունի, շարժարիտներ ունի, որ դեղին չէ, շիդակ չէ։ Նայր, գսե տեսնելով արաքյաններուն ցերկ տնելով Սուրբ Հոգին կդրվի անոնց, ըստակ տվավ ու ուսավ։ Ինձիալ ասիշխանությունը տվեք։ Ինչ տվեք։ Ինչ կփապակի գոր։ Իրեն իշխանությունը դրված էր, բայց ինքը տեսավ ավելի բարձր իշխանությունը։ Այս անգամ Աստծո զարաներուն վրայի իշխանությունը տեսավ, որ գանցնի գոր իմ հրաշքներս նշաններս։ Եցիր նայենք դրամդանք թերևս մեր վրա գուկա։ Եվ գսե դվեք ինձ այն իշխանությունը, որբեսի որու վրա ցերկ տնեմ անիկա Սուրբ Հոգին առնե։
Ինչ հիմա տերևս տունգը մտածեր, որ տերևս դղան սրտանց կսեգոր չէ նայր։ Պետրոս սավանոր, քու արձածդ քեզի հետ թող գործվի, վասնզի Աստծո բարգևը գարձեցիր թե էստագով գառնվի։ Տուն այդ բանին մեջ մաս ու բաժին չունիս, վասնզի քու սիրտդ Աստծո առջև շիդակ չէ։ Եվ նորեն կտեսնես մարդկային իրականությունը, որ կփափագեր գոր իշխանության, որը զորություններ կգործե, որ հրաշքներ կնե։ Սիմոնը եւ Աստվածաշունչը գսե Պետրոս իրեն հանդիմանեց ասելով լսե դու բաժին չունիս ասոր հետ, որովհետեւ Աստծո առջև քու սիրտդ ուղիղ չէ։ Այն որ դու կփափակիս գոր, այն որ սրդիդ մեջ գա, ոչ թե ադոր համար է որ մարդոս լավն ես, բայց քու սիրտդ ուղիղ չէ, որովհետև դու կփափակիս քո իշխանությունը ի վասն ինչ։ Ես արդեն համարցակ կսեմ ի վասն իրեն, որովհետև գրված է, չէ՞ ինքը վարժված էր Սամարիայի մեջ, կսե մեծ էր ինքը։ Բայց ավելի զորավոր հրաշքների նողները եկան է ինքը Էսավ ասոնց ինչպես կրնանք միանալ։ Հիմա կուզեմ ասի լավ լսես։ Սիմոնին պապակը այսօրվա խոսքս ամենազորավոր ձևով ասանք կրնա վերջանալ։ Սիմոնին պապակը Աստված չէր։ Այլ այն նշանները եւ հրաշքները եւ զորությունները, որ Աստծուց մեկ ու կային։ Սիմոնին պապակը Աստված չէր, հենց ինքը Աստված, որ արժանի է, հետս համաձայն ես, որ արժանի է ամբողջ փառքի եւ պատիվի։ Սիմոնին պապակը, որ եկավ ասավ, ասի ար ինձի ադուրադի, եսա ցերկս տնեմ։ Գիտես Պետրոսը, ներողություն Պետրոսն, այո, Պետրոսը լեցված Աստծո հոգիով գծարայր գոր դիրոջը եւ մարդոց վրա ցերկը տներ գոր որ Սուրբ Հոգին առնեն, Պետրոսը գծարայր գոր դիրոջը, որ իր անունը փառավորվի։ Բայց Սիմոնը եկավ ուզեց այն որ Պետրոսը ունի ոչ թե Աստծո սիրելուն համար, այլ այն իշխանության, զորության եւ հրաշքներու համար, որ Աստված գրնադալ, որ Սատանան իրեն չի գրծավ դալ ատ մագարտակի, որտեղ ինքը դեսավ ուրիշ մագարտակի բամա։ Հոս սխալեր։ Գրնամ որ հասկացնել շատ լուրջ է ասի։ Ես այսօր գուզեմ որ քո հետ քեզի օգտեմ որ դու զանազանես։ Ամեն ինչ որ Աստծուց մեկ ու կա, Աստծո սրդեն, ադի Աստծո կամքի համաձայն է։ Բայց ոչ մեկ բան որ Աստծուց մեկ ու կա, պետք է Աստծուց մե ավելի կարևորը լա քո կյանքիդ մեջ։ Այսօր ես ասանք վերնակրեմ, այլևս ոչ մեկ հրաշք, բայց դու միան գիտնաս ինչպես վերջանաս վերնակիրը, լուրջ կսեմ որ։ Աս վերնակիրը պիտի փոխվի շարունակություն ունի։ Բայց նախքան ադի իսեմ կարևոր բան մգա։ Սատանան ինչպես կուզե մոլորեցնել Աստծո զավակները։ Հիմա ես այնպիսի օրինակներ պիտի դամ ապշիս։ Աս ամենը որ խոսեցա աշխարհի մեջ եւ այլն, հիմա դու մարդ ես, գիտակցաբար նստածոս, գնտունից դիրոջ, ընդուներես դիրոջ, ամեն մեկս մեկ սկիզբ ունեցել ենք, մեկ ընթացքի մեջ ենք։ Երբ Աստծո զավակները, այսինքն ես եւ դու, Աստծո ծառայողները, գսկսին ավելի գետրոնանալ Աստծո հրաշքներում վրա, քան Աստծո վրա, արդեն ադիգա Սատանայի թագարտը գլա իրենց համար։ Սատանան նույն ստրատեգիով կգործի աշխարհի մեջ։ Դալով իրենց հրաշքներ, նշաններ, զորություններ կդարձնե իրենը։ Բայց Աստծո ժողովրդի մեջ նույն թյուրունությամբ չի կրնար մտնել։ Հիմա ինչ մոլորություն կա Աստծո ժողովրդի մեջ, դու եկար Աստծո մեջ։ Փոխվեցավ կյանքդ։ Ընդունեցիր Տիրոջը։ Նախքան ծառայելը դա ամեն ինչ չէ, շատ լավ է։ Հանձնեցիր կյանքդ Տիրոջը, բայց օրերը կանցնին որ սիրեցիր Տիրոջը։ Հիմա քանի որ կսիրես որ կուզես որ ծառայել Տիրոջը, բայց մեր դերը աղքատ չէ բարգևներով, զորություններով, հրաշքներով։ Սկսավ կործազել քեզի դերը։
Սկսավ քո միջոցով անունը փառավորել Աստված։ Նաև հրաշքներով, նշաններով, ցերկը տրիր հիվանդին վրա, հիվանդը սկսավ բժշկվել, Աստվածը սկսավ փառավորվել։ Ինչ թագարտ կա հիմա, որ գուզե սատանան ինացնել։ Երբ որ գսկսիս գետրոնանալ ավելի Աստուծմե եկածին, քան Աստծո, ադիր թագարտը դե։ Այն ժամանակ, երբ գսկսիս այլևս ապրիլ հրաշքներուն եւ նշաններուն համար եւ ոչ Աստծո համար, ադի սատանային հարվածն է արդեն քեզի համար։ Եվ որ գսկսի at ամենաավելի կարևորը լալ քեզի համար, քան Աստված, ադի գա սատանային թագարտն է քեզի համար։ Սիրելի զարայոներ գլսեք կոր շատ լուրջ բան է ասի։ Շատ լուրջ բան է։ Որովհետև լսե ինչ եղավ։ Լսե։ Եկար Աստծո։ Զանազան ծևերով ամեն մեկս ինչ հրաշալի վատնություն ունենք։ Ինչպես Աստված ողորմեցավ մեզի փոխեց։ Եկար Աստծո։ Հանցնված կյանք։ Խալաս իր աշխարհը կարևոր չէ ես Հիսուսին։ Անանգալ եղավ, շարունակեցի իր կյանքը սկսավ փոխվել, բդուղը սկսավ դալ։ Օրերը անցան, ինչպես որ քիչ աճսի։ Տիրոջ տան մեջ ես այսօր։ Այնպիսի դաղանտներ ունիս, քու դեսագդ ունիս, որ մեկը չունի, ես չունեմ, դու հադուկ ես։ Եվ դու ատկան մաքուր սրդով, փափակով, գուզես կոր Տիրոջը ծառայել։ Ինչ պիտի լա, Աստվածագսե ծառավին գահակեցնեմ ես, սկսավ երկնքի բադուանները բացվել։ Ատկանը սկսար սիրել Տիրոջ, լսե ինձ, ատկանը սկսար սիրել Տիրոջ, որ գուզես կոր իրական դեսնել մարդիկ փոխված, բժշկված, որովհետև գիտես կոր որ Հիսուսին սիրտին մեջ է ադի։ Եվ դու ձուն կձրես կոր քու դուրիդ մեջ ասելով դեր ինձի կործած է գխոնարիմ քու արչև բայց կուզեմ որ դեսել քու պարկդ վաու Աստվածը խոստում է Աստված է հավատարիմ է կսե ուզողին կդրվի այո իր ժամանակներով համացայն ես օրինակներ կտամ որ օքեյ բայց երբ օրը հասնի սկսես ավելի հարկել բադվել օծությունը քան Աստված արդեն սկսար հարցի մեջ լալու բայց երբ սկսի օրեր կա սկսի ապրիլ երկրբակել զորությունը եւ հրաշքներն ու նշանները արդեն քու թագարտդ քեզի վրա ասեր է որովհետեւ ամեն ժամանակ ինձ համար տվողն է կարևոր առաջ եւ յետք ինչ որ իր մեկ ու կա թող իր անունը փառավորվի Amen. Այսինքն ատկան դիպ, սանք խորունք պամն է խոսածս, որ նույնիսկ սատանան կուզե կործածել աստուծում է եկածը մարդոց կյանքերում մեջ, որ մարդիկ չէ որ մարդիկ ունին at հրաշքներու նշաններու at փափակը գիտես ադոր համար ես կարոզեցի իսելով ցերկը ծրդիտ վրա դիր ամենաշատ ծրդետս խուշ եղիր սիրտդ բայ որովհետև այստեղեն է կյանքի ելքը ադորամար ասի է այսօրվա այն մեսեջը սիրելիներ որ ամեն ժամանակ Աստված առաջինը ետքը ամեն բան որ գուքա Աստուծում է թող իրեն փառավոր է եւ ես հիմա դու պատրաստ ես եւ ես հիմա իմ վերնակիրը պիտի շարունակեմ բայց վերնակիրը աչավ է մարդիկ արանք պիտի տեսնեն կարոզը պիտի դեն որ շարունակությունը լսեն ինձ ինչ ուրեմն այսօրվա վերնակիրը այլևս ոչ մեկ հրաշք բայց շարունակվի այսպես բոլոր ականջները բացեն այլևս ոչ մեկ հրաշքի համար պիտի սիրեմ Աստծո բայց պիտի սիրեմ քանի որ ինքը արժանի է Շարունակությունը գա Այլևս ոչ մեկ հրաշքի համար պիտի ծառայեմ Աստծո, բայց պիտի ծառայեմ, որովհետև ինքը արժանի է։ Այլևս ոչ մեկ հրաշքի համար պիտի դամ իմ դասանորդներն ու զոհերը, բայց որովհետև իր դունը արժանի է։ Մեր Աստված ամեն ժամանակ
Եվ հավիդյան հրաշք գործող Աստված է, հրաշքները իր էությունն են, բայց այլևս ոչ մեկ հրաշքի համար չէ, բայց որովհետև ինքը արժանի է, ես իրեն պիտի երկրբակեմ, հալելույա։ Եվ հիմա թեև թզենին ընցուղ չդա, որտադունքներուն վրա բդուղ չլա, ցիտենին բերքը սդե, արդերը գերագուր չդան, Փարախեն ոչխարը բաքսի, կոմերում մեջ արջար չլա, սագայն, ես դիրոչմով բիդի ծնձամ, իմ պրգությանս աստուծմով բիդուրախանամ, հալելույա, եկեք ոտքի գնանք, այլևս ոչ մեկ հրաշքի համար, բայց որովհետև իմ պրգիչը ահավասիքի ամենակարևոր դեղն է պարապանության խումբը կխնդրեմ կա դու կսկացիք վերջին դեղը միջատ ամպագումի 3-17-18 ներասի վերջին դեղը դեսան ինչ սավ իմ դիրոշմովս պիտի ծնձամ շարունակությունը կարևոր է իմ պրգությանս աստուծմով պիտի ուրախանամ ինչ աստուծմով իմ պրգության աստուծմովս այն իմ աստվածս որ չի խնայեց իր թակավորությունը, բայց խոնարեցավ երգիր, ինձի պրգելու համար խաչը բարձրացավ։ Այլևս ոչ մեկ հրաշքի համար, բայց իմ պրգությանս աստվածը արժանի է, որ ես իրեն երկրբակեմ։ Իրեն համար ապրիմ։ Ինչու ասի կսեմ որ շատ ցավոք սրդի։ Նախ ասի կսեմ որ որբեսի մեր արմատները շիդա կլան, որովհետև գա այնպիսի ճշմարտություն, եւ որ մարդոց կյանքերում մեջ շատ անգամ հրաշքներ նշաններ գլան ադորբաջարով գուքա Աստծո, բայց եւ որ հրաշքները եւ նշանները դատարին, գերանան Աստծո։ Գամ եւ որ հրաշքները նշանները իրենց ուզած ժամանակին չլա գաբստամբին Աստծո արչեւ։ Ինձի համար ամենամեծ օրինակն է Իսրայել ժողովուրդը։ 450 ներողություն մոտավոր 430 տարի ով ժողովուրդ թարեր փոխվեցավ գերության մեջ եք Աստված իր ձեռքը երկնցուց դուրս հանեց փառքով զորությունով ինչ հրաշքներ եղավ Եգիպտոսի մեջ ով Աստված շունչ կարտացել է ինչ հրաշքներ ցույց Աստված ինչ նշաններ այնպիսի փառքով դուրս հանեց իր ժողովրդին հասան ճուրին արջև Արկերկ կար, բայց հրաշքը նշանը չլար գոր, սկսան փողոքել Մովսեսին, էտուն եթե մեզիոս գործընցներ ավելավերոմ մնայինք, ծովնալ պացավ Աստված, կացին անաբատ, աշճապ հրաշք դեսնել է վերջ, չեմ թադեր գոր դերիմ Աստված, բայց լուր չի ատ հրաշքները, որ ենք տեսան, արջև ծով կպացվի գորյա, Ասանքի ման կմնաց եմ ձովը բացվով Ես մեջ են գխալեմ որ Ատ հրաշքը դեսած մարդ եմ Անաբատ կացին Սերքդ բորիտ դիր Այս անգամ սրդիտ մի տներ Անոտեցան Գիտես ինչ կրված է Չէ լուր չէ Գսե ես կսան փողոքել Եթե մեզի անոտի բիտ սկեիր Այսինքն ինչը սեր գուզեմ որ գիտես այսօր կեզի Եթե գյանքդ հիմնես Քու հարաբերությունդ Աստծո հետ հիմնես հրաշքներու նշաններու վրա գրնաս աբստամբիլ օրմա Չեմ գիտեր եթե իրենց չափ հրաշք տեսել ես բայց այս մարդիկ աչչափ հրաշք են մեջ աբստամբեցան բայց երբ որ քու հարաբերությունդ անցապ իրեն հետ լա սիրո մեջ այն գիտակցությամբ որ ինքը Աստվածը սև ես պիտի երկրբակեմ որովհետև ինքը արժանի է Թերատքի ավելի ինչ կա իմ պրգիչս է Անգախ ամեն ինչ են ես իր հետն եմ ահա ասի շատ կարևոր էր այդ ժամանակ ինչ կսե Աստվածունչը փոթորիկն ագուկա կեդերն ագվազեն բայց ժայրի վրա հաստատված դունը իր դեղը կմնա իր դեղը կմնա հալելույա հալելույա
Հիմա եկեք երկրպագենք իրար հետ։ Փառքեզ Տեր։ Փառքեզ մեր Աստված, որ դու քո ժողովրդիդ կսորվեցնես ունենալ ամուր հիմքեր, շիդակ հիմքեր։ Շնորհակալ եմ, որ այսօր հենց հիմա դու մեր սրտերով այդ գործողություն կնես Տեր։ Բոլոր անոնք, որ մեզի գտիդեն իրենց համար արգաղոթեմ, Հիսուս Քրիստոսի անունով այսօր իմ սրտանց աղոթն է Հայր, որ բոլորիս առաջնորդես քո ճշմարտության մեջ Տեր, որբեսի բարին եւ չարը զանազանենք իմ Աստված, որբեսի չարին թագարտին մեջ չինանք եւ իրեն կերին չդառնանք։ Ես կխնդրեմ քո Սուրբ Օգիով, իմ Աստված քո Սուրբ Օգիով այցելես այստեղ մեզի դիտողներուն, բոլոր անոնք, որ պիտի դեն վերջը։ Այսօր իմ աղոթն է, որ Հիսուս Քրիստոսի անունով կա քո ճշմարտությունը, որ ունի զորություն ազատ արձակելու իմ Աստված։ Բոլոր անոնք, որոնք հրաշքներու, նշաններու յետևեն կացած են, որ աստվածային չէ, եւ սատանան այդ հրաշքներով, նշաններով խաբեր եւ այսօր իրենց քերի դարձուցեր է, թող քո ճշմարտությունը կա իրենց կյանքի մեջ եւ խափանվի ճարի ամեն ծրագիր, ամեն սուտ Հիսուսի անունով։ Հալելույա։ Սուրբ Աստված, Սուրբ ես Տեր։ Սիրելիներ, մեկ հատ կարևոր բան մա։ Շատ խոսեցա այսօր, որ ինչպես թշնամին սատանան նույնպես երկրի վրա ունի զորություն, ընելու հրաշքներ, նշաններ, վնասելու, բայց կարևոր հարցի մը պատասխանը պետք է դամ գարձես։ Որու վրա ունի իշխանություն։ Արդյոք ես իր ցերկի խաղալիքը գրնամը լալ։ Ես քեզի բարձ պատասխան դամ։ Սատանան ունի իշխանություն անոնց վրա, որ իրեն իշխանություն կուտան։ Լավ լսե, խնդրեմ։ Սատանան միայն ունի իշխանություն այդ մարդոց կյանքի մեջ, որ իրեն գուտան ադի։ Ինչպես գուտանը, հարցենորեն, ամենաբարձ օրինակը մեղքի միջոցով, ովևէ մեկ բան, որ Աստծո կամքեն դուրս է, ադիգա իրեն դալ է։ Ինչն է ավոր լուրը, չափազանց ծևով ավոր, որ Հիսուս Քրիստոսը խաչին վրա իր արյունով իսկապես բարդեցուց իրեն, մերգացուց իրեն, մարդկության մեջ իր իշխանությունը արավ իր ձեռքեն, չարին իշխանությունը այլևս չի գա, Քրիստոսը արավ ադի, եւ հիմա ավելի լավ լուր գա, որ ցեզի պատմությունում պետք է ասեմ, եւ որ երթակ 5 դագարան եւ դեսնեք այդ բادرիժները, որ Աստված ուղարկեց Եգիպտոսին, վերջինը ադի էր, որ բոլոր Եգիպտոսի անտրանիկները չար ոգու մահվան հրեշտակի պատճառով պիտքան եւ բոլոր Եգիպտոսի անտրանիկները պիտի մեռներ, բայց Աստված իր ժողովրդին բամը հանցնար արեց։ Ասավ լսեցեք, ես իմ բարերով սկսեմ, բայց չի դագ ասանգ է։ Բոլորդ գարնեք քառնուկներ, ինչ քառնուկ, ով գխորհրդանշե քառնուկը, ով է քառն Աստծուն, Հիսուս Քրիստոսը, որ որպես քառնուկ մորթվեցավ, ասի մարգարեական էր, ասավ գարնեք քառնուկներ, գմորթեք եւ իրենց արյունը ձեր դունին թուրի վրա կգսեք, ինչու, որովհետեւ եւ որ մահվան հրեշտակը կա, ամեն ուր որ դեսնե այդ արյունը իր կովեն անցնի եւ չմտնե ներս։ Ուրիշ բարերով այդ արյունը նշաններ, որ կպաշտպաներ գոր այդ դունը, այդ անձը։ Բայց սավ Աստված, բայց սավ եթե անհնազանդիկ եւ այդ ժամանակ թուրեն դուրս կա մեկը, ուրիշ բարերով Աստված գսե իմ հանցանքս չէ։ Ադոր համար մենք պաշտպանված ենք Քրիստոսի մեջ, իր արյունով, ամեն ժամանակ, երբ կգենանք իր խոսքի մեջ։ Ուրիշ բարերով
հնազանդության մեջ է իր արյան պաշտպանությունը։ Ինչպես ասված դունը գեցեք, չէ լեկտուրս։ Հնազանդեցեք, ըսած իսկս է Աստված։ Ադոր համար այսօր Աստծո խոսքը իր պատվիրանները ադոր համար են, որ մենք լսենք եւ հնազանդենք, որբեսի բարձավես մեր բարի Աստված գուզե որ մեզի չարեն բահել։ Չարը իր ամբողջ թակավորությունով ոչ մեկ իշխանություն չունի Աստծո ժողովրդի վրա։ Խնդամ որովհետեւ ուրախ լուր է ինձ համար։ Որպես Աստծո մարդ, ծառա, Աստծո զավակ, դժոխք իշխանություն չունի քո վրա։ Հարցակումները կան, ադոր համար է որ դու բادرազմես եւ հաղթանակ կրճագես, բայց ինքը իշխանություն չունի քո վրա։ Իսրայել ժողովուրդը երբ ելավ Եգիպտոսեն, Քերութենեն, ինչ կխորհրդանշերադի, կապանքներեն սատանայի, ելավ քնած Քանանի երկիր։ Ադի հոներ ուր որ Աստված խոստացեր էր, բայց ով ըսավ Քանանու երկրի վրա չհարցակեցավ տշտամին, բայց այս անգամ ինքը տշտամու քերին չէր, բայց ինքը ուներ իշխանություն որ թիմատրե տշտամին։ Օրմը երբ որ խավարի մեջ է իր տշտամու քերին է իր, այսօր Քրիստոսին մեջ դու Աստծո զավակ ես եւ Աստված դվեր է քեզի իշխանություն որ տշտամին թիմատրես։ Ատ կարոզը գիշեք թիմատրող ապրելագեր որ կարոզեցի։ Բայց ես քեզի լավ լուր գուտամ որ դժոխք իր ամբողջ զորությունով իշխանություն չունի քո վրա։ Թող հայրոտ տուխտուկիրն են վրաս, ես գիտեմ ադի չի կորձե։ Սկացի մի քանի օքի եսին աման չէ, չի կորձեր։ Քո վրա չի կորձեր ոչ թե միայն վրա, չի կորձեր այն ժամանակ երբ դու Հիսուսի արյան մեջ ես։ Հակառակը դու գերտաս եւ Աստված կսե ես ձեզի դվի իշխանություն գողելու, օծերու, գարիշներու եւ տշտամու ամբողջ զորության վրա։ Եվ ոչ մեկ բան ձեզի չի գնար վնասել։ Հալելույա։ Փառք ես դեր։ Գրնաս ավելի զորավոր ծափարել։ Փառք Հիսուսին։ Կխնդրեմ դարաձեք աս խոսքը։ Մարդիկ կարիք ունեն։ Եվ դու նա ինչ որ վերցուցիր, եթե վստահ ես շիդակ կրնաս բացատրել կնա մարդոց խոսիր։ Վստահ եղիր որ շիդակ բացատրես որ սխալ չհասկանան։ Այո խորունգ նյութ է։ Ավելի ասեմ ատկան խոնար եղիր, քիծածի չափ խոսիր։ Բայց քիծածը որ շիդակ է խոսիր, մարդիկ թող գիտնան։ Ամեն։ Ուրեմն ինչ ասինք, այլևս ոչ մեկ հրաշք։ Այլևս ոչ մեկ հրաշքի համար ես պիտի ծառայեմ իմ Տիրոջը, պիտի սիրեմ իմ Տիրոջը, մեկ խոսքով պիտի ապրեմ իմ Տիրոջ համար, բայց պիտի ապրեմ, որովհետև ինքը արժանի է։ Հալելույա։ Հալելույա։ Ամեն։